Իրաց մոդելը հայոց պետականության վերացումն է։ Եթե այդպես չի, Տիգրանաշենը իրաք ինչին է պետք։ Աղազարյանը կարծում է, որպես բողոքի նշան, այդ ժամանակ Հայաստանը պետք է հրաժարվի նաև Արցվաշենից։ Դա նշանակում է, որ Քյարքի վերանվանված Տիգրանաշենը կտրելու է Արարատյան դաշտը, Վայքից, Վայոց ձորից, Սյունիքից եւ այդ մարզերի բնակիչները դառնալու են փախստական, եթե դուք ընտրեք Փաշինյանին։ Արցվաշենը վերադարձնելու Փաշինյանի խրոխտ հայտարարությունը իրականում բազմաթիվ մարդկանց անտուն թողնելու մասին է։ Արցախից հետո լավ են սովորել, բայց իրականում բզկտում, քրքրում են Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգը։ Փաշինյանը ինչ է ասում, ասում է սահմանազատման միջոցով ենք վերադարձնելու։ Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայինորեն, եթե դրա արդյունքում խաթարվում է երկրի անվտանգության համակարգը։ Հիմա 500,000 ադրբեջանցի են ուզում բերեն լցեն Սյունիք։ А дальше и вообще, что Армения, у нее нет такого права на существование. Это не их земли. Он говорит, а вот это мир. Я достиг мира для армянского народа. Это позор армянского народа, это трагедия армянского народа. Но и в Ереван будут приезжать азербайджанцы. Это что, можно только Европу наводнять африканцами и арабами и другими мусульманами? Так если можешь делать это с Батуми, а почему нельзя сделать это с Ереваном? Если есть Пашинян, то Турция спокойно может ждать, пока он закончит свое черное дело. Сегодня я поздравляю всех, кто вернулся на родные земли. Программа «Великое возвращение», осуществляемая по инициативе президента. Спасибо главе государства. Долгих лет жизни ему. Освобожденные земли наполняются теплом и светом. Հետքը հրապարակում է տեղեկություններ, որ թե մեր տարածքից ինչքան մասերում գտնվում են ադրբեջանական զորքեր։ Սարսափելի բան է, Ժորժա, մենք կուրսի չենք ոչի բան։ Այնքան տարածքներ կան, որ եկե մտել են ու նստել են ախպերջան։ Ու ստեղից իրանք չեն գնա, արդեն սարքեր են այնտեղ եկա ծախսեր են արել, որ մնան։ Իրենք փորձելու են միջանցք ստանալ, իրենք փորձելու են Հայաստանից ստանալ գոնե համաձայնություն նրան, որ ադրբեջանցիները պետք է տեղափոխվեն Հայաստան, այն էլ հատուկ կարգավիճակով եւ մի շարք այլ զիջումներ են իրենք փորձելու ստանալ Հայաստանից, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում եւս իրենք փորձեն ճնշում բանեցնել ցանկացած նոր իշխանության վրա։ Ինչ որ մեկը Ալիևին կանգնեցնելու է, թե չէ, իրականում աշխարհում կա ընդամենը մեկ գործոն, որը կարող է Ալիևին կանգնեցնել։ Դա հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի հավաքական կամքը։ Ինքը ուզում է ապրել Հայաստանի Հանրապետությունում, թե ինքը ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը վերածվի ադրբեջանական, Գյոյչայի հանրապետության, իշխանությունները սա անվանում են 4-րդ հանրապետություն։ Ինչ ես դու ընտրում, Թուրքիան, թե Հայաստանը։